Սերի ֆուտբոլասերներ խաղային շաբաթը մոտենում է ավարտին ու խաղային շաբաթվա վերջին հանդիպումը ձեր ուշադրությանը կներկայացնենք, որը ամենակարևոր ու ինտրիգային է մրցաշարային աղյուսակի տեսանկյունից ելնելով ներկայդրությամբ իհարկե կմրցեն միմյանց դեմ Բորուսիա Մյունխեն-Գլադբախն ու Աջափնյակը թիմերը, ովքեր ունեն հավասար միավորներ այս պահին մրցաշարային աղյուսակում, եկեք ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները, որից հետո նոր կանդրադառնանք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին ու սկսենք Բորուսիայի ֆուտբոլիստներից դարպասը պաշտպանում է Սերգեյ Խաչիկյանը համար 1, Արման Մարտիրոսյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Դավիթ Մարկայան համար 6, Պետրոս Պողոսյան համար 8, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10 նա թիմի ավագն է, կա մրցավարի սուլիչը ու հենց Խաչատրյանն էլ գնդակը հանձնում է Աջափնյակի ֆուտբոլիստերին, շարունակեմ ծանոթացնել Բորուսիայի հայտարարությունը Ռաֆայել Ղազարյան համար 11, Անդրանիկ Բարսեղյան համար 49 և Արեգ Հովանյան համար 77։ Աջափնյակ Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Գեգամ Մեթոյան համար 4, Ժոզեֆ Շանելյան համար 5 ով թիմի ավագն է, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Համբարձումյան համար 8, Ռաֆայել Մովսիսյան համար 9, Նարեկ Խանդամիրյան համար 14 և Անդրանիկ Պետրոսյան համար 17, շատ իսկապես շատ կարևոր հանդիպում է այս հանդիպումը երկու թիմերի ու ոչ միայն այս երկու թիմերի համար, նաև մի քանի թիմերը անմիջապես սպասում են այս հանդիպման արդյունքին, դրանք են Վիլյարեալը, Էվերտոնը ու Ատլետիկոին կարող ենք արդեն չասել, իհարկե Ատլետիկո Երևանը անկախ ամեն ինչից ապահովել է իր տեղը փլեյոֆում առաջին հորիզոնականով, երկու հանդիպում է մնացել Ատլետիկոյի ֆուտբոլիստերին անցկացնելու ու ունեն այս պահի դրությամբ Աջափնյակից և Բորուսիա Մյունխեն-Գլադբախից Ատլետիկոյի ֆուտբոլիստները 10 միավորի առավելություն տեսականորեն նույնիսկ պատկերացնել, որ կհասնի թիմերից որևէ մեկը Ատլետիկոյին չեն կարող, բայց այստեղ իսկական արճակատում է ընթանում երկրորդ հորիզոնականով հաղթարելու համար։ Վիլյարեալը այս պահին այսօր հաղթանակ տանելուց հետո հաղթեց Վիլյարեալը Մոնակոյին 6-2 հաշվով բարձրացավ երկրորդ հորիզոնական 35 վաստակած միավորով, բայց Աջափնյակը, Էվերտոնը ու Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ունեն 33-ական միավորներ։ Այսօրվա մրցող երկու թիմերը հավասար միավորներ ունեն մրցաշարային աղյուսակում ու այս հանդիպման երկից է կախված, թե փլեյոֆում որ թիմը որ հորիզոնականով կհայտնվի, իհարկե մեծ մասը կախված է այս հանդիպումից, բացի այդ թիմերը ունեն հանդիպումներ անցկացնելու իրենց հիմնական մրցակից Էվերտոնի հետ, երկու թիմերն էլ վերջին երկու տուրերում անց են կանցնելու հանդիպում Էվերտոնի դեմ, նախ մյուս տուրում Աջափնյակը ուժերը կչափի հենց Էվերտոնի հետ, վերջին տուրում էր Բորուսիա Մյունխեն-Գլադբախն է մրցելու Էվերտոնի դեմ, ճիշտ է Էվերտոնի տեսանկյունը նույնպես բարդ է ունենալ վերջնամասում խմբային փուլի երկու հանդիպումներ երկուսների հիմնական մրցակիցների նկատմամբ, բայց ունենք այնինչ ունենք մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է, Գոր Մարտիրոսյանն է գնդակով, հիմա այս հանդիպան մասին Վարդան Գրիգորյան, տեսնենք ինչ գրոյի շարունակություն կմտածի Աջափնյակը Համբարձումյան ուղարկում է գնդակը Ժոզեֆ Շանելյանին ու կա Ծախից Մեթոյանը, բայց գտավ կենտրոնում Մովսիսյանը Շանելյանը, նորից Շանելյան, Մեթոյան, գլորում է գնդակը Աջափնյակը առայժմ հանդիպան այս մեկնարկային րոպեների ընթացքում շատ լավ փոխանցում է դեպի Մովսիսյանը, հասավ գնդակին Ռաֆայել Մովսիսյանը այստեղ, Թորոսյանն է նրան դիմավորել, Մովսիսյան տեսնենք ինչ որոշում կայացնի հետ փոխանցում դեպի Մեթոյանը և շատ ճիշտ վարվել, չկար տարբերակ, պետք է այսպես վարվել նմանատիպ իրավիճակում ու այստեղ եզիցքը նետի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Մեթոյանից գնդակը լքեց դաշտի սահմանները Թորոսյան
Երկար փոխանցում առաջ այստեղ էլ Պետրոսյանն է փակում փոխանցման ճանապարհ ուղարկելով Մեթոյանին եւ այդ փոխանցում ենք տեսնում դեպի թիմի ավագ Ժոզեֆ Շանելյանը ով ուղարկեց գնդակը Մարտիրոսյանին գեղեցիկ փոխանցում Մարտիրոսյանից Մովսիսյան լավ մտահղացում այդ բայց շանսա փոխանցումը դեպի Մխիթար Համբարձումյան այլապես խաղընկերոջը հարվածային դիջ դուրս կբերել Մովսիսյանը հիմա Բորուսիա Մյունխենգլադբախի պատասխանը տեսնենք Խաչատրյան մեկը փոխանցում ու Արաքելյանն է այստեղ դուրս գալիս դարպասից եւ Պետրոսյանի հետ մի ամուր ջանքերի շնորհիվ վտանգը չեզոք հասնում են այստեղ էլ Գրիգորյանի փոխանցումները ուժեղ Թորոսյան այստեղ գործեց Հարություն Թորոսյանը ու ուղարկում է գնդակը դարպասապա Սերգեյ Խաչիկյանին դեպի Ղազարյանը նկատեց խաղանկերոջը միայնակ գոտում դարպասապա Խաչիկյանը հետո ստացավ Ղազարյանից պատասխան փոխանցում ու Բորուսյան աստիճանաբար փորձում է գրոհ սկսել Ղազարյան բայց հեռու թողեց այստեղ Ղազարյանը չնայած գնում է միջև վերջ ու պայքարում Մեթոյանի դեմ արդյոք չկար խախտում ամենայն դեպս չստուլեց մրցավարը Մեթոյանը մնաց գնդակով դեպի Համբարձումյանը շատ լավ փոխանցում ու Աջեփտեկը շարժվում է առաջ Համբարձումյան լավ է նկատել Վարդան Գրիգորյանին բայց փոխանցումը այստեղ չանցավ Բորուսիայի պաշտպաններից իսկ այստեղ էլ գնդակը Մանուչյանի փոխանցումից հետո դիպավ հանդիպան գլխավոր մրցավարին ու կլինի վիճաբանական դրվագ Հասած մրցավարը գնդակը Բորուսիային Հովանյան դեպի Ղազարյանը նորից Հովանյան ու հետ ուղարկեց Հարություն Թորոսյանին Թորոսյանն էլ դեպի Մարտիրոսյանը այո իսկապես այս հանդիպումը առանձնանում է իր հետաքրքրությամբ առաջին հերթին թիմերի կարգի ու հետո նոր մրցաշարային աղյուսակի տեսանկյունից Ղազարյան Շատ լավ նկատեց Հովանյանին ու կատարեց փոխանցում Սևակ Մանուչարյան վտանգավոր է հարված արադարձ ու մի փոքր շեղությամբ է ընթանում գնդակը անկյունային է վաստակում Բորուսյան այս իրավիճակում այո շեղվեց Մանուչարյանի հարվածից հետո գնդակի ուղղությունը բայց հայտնվել դարպասում չստացվեց ու անկյունայինը տեսնենք ինչպես խաղարկեն Գլադբախի տղաները Բարձից փոխանցում ենք տեսնում այստեղ էլ կար խաղի կանոնների խախտում արդեն հարցակվող թիմի կողմից ու ստանդարտը խաղարկում է Աջափնյակը Շանելյան կատարեց փոխանցում բայց մի փոքր ուժեղ ստացվեց Շանելյանի փոխանցում ու գնդակը կրկին Բորուսիայի տղաների մոտ է Ռաֆայել Ղազարյան թողեց գնդակը Թորոսյանին Հովանյան Շատ լավ խաղարկում էր այստեղ Հովանյանի ու Պողոսյանի միջև Ղազարյան աչքի եզրում է Ռաֆայել Ղազարյանը կատարեց փոխանցում բայց այստեղ Մեթոյանը մի փոքր խանգարեց Շանելյանի վերադարձավ գնդակ այս իրավիճակում էլ ուժեղ հարվածով վերացնում է գնդակը առաջ Շանելյանը որը փոխանցում ստացվեց Մովսիսյանի համար բայց Թորոսյանը պաշտպանության կենտրոնում շատ վստահ Գոր Մարտիրոսյան գուցե հարվածի Մարտիրոսյանը Շատ լավ փոխանցում դեպի Մխիթար Համբարձումյան ու այստեղ Թորոսյանը թույլ չտվեց հարվածը անցնի իրենից, բայց Ղազարյանի գործողությունից հետո էլ Պետրոսյանը կարողացավ խլել գնդակը Մեթոյան դեպի Պետրոսյանը Մխիթար Համբարձումյան բարձից փոխանցում Մեթոյանը ընդունեց հարվածեց ու Մարտիրոսյանն է փակում Մեթոյանի հարվածի ճանապարհը մնաց գնդակը Աջափնյակի մոտ Գոր Մարտիրոսյան Արդեն հաստրեց Բորուսիա Մյունխենգլադբախը վերադասավորվել Շատ լավ փոխանցում կատարեց հիմա էլ դեպի Համբարձումյանը, բայց Թորոսյանի ճնշումը կաթիկունքի չնայած մնաց գնդակը Համբարձումյանի մոտ Պետրոսյան ու դեպի աջ է ուղարկում գնդակը Պետրոսյանը, Մովսիսյանն է այստեղ դեպի Համբարձումյանը ու գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր Մարտիրոսյանի ուղղությամբ Բարձից փոխանցում Վարդան Գրիգորյան ու ինչ այստեղ Իպավ արդյոք գնդակը Գրիգորյանի ձեռքին թե ոչ ամենայն դեպս չստուլեց մրցավարը հեռացված է գնդակը եզից կնետի Աջափնյակը նորից գնդակը կլինի Աջափնյակի ֆուտբոլիստների մոտ Ժոզեֆ Շանելյան
բայց այստեղ խլեց գնդակը Բորուսյան Ղազարյան Ռաֆայել Ղազարյան հերվից հարված Շանելյանի վրա է ընդունում Ղազարյանի հարված ուղիղ դարպասներ ընդանում կարծես թե Ղազարյանի կատարած հարվածը բայց Շանելյանը իր տեղում էր ու կարողացավ փակել Ռաֆայել Ղազարյանի հարվածը եսից ամեն դեպքում կնետի Գլադբախը եւ կորցրեցին այստեղ էլ գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները Պողոսյան Շատ լավ նկատեց Սևակ Մանուչարյանի խաղարկումը գեղեցիկ էր Պողոսյան կափոխանցումը փակվեց գնդակի ճանապարհը Սևակ Մանուչարյան չի ավարտվել Գլադբախի գրո այսքանով հիմա արդեն ավարտված է քանի որ Շանելյանը ճիշտ դիրք ընտրեց ու թույլ չտվեց մրցակցին շրջանցել իրեն Գրիգորյան գրոյ է անցնում Աջապյակը Վարդան Գրիգորյանն է գնդակով կա փոխանցում Մարտիրոսյանին փորձեցին պատխաղարկել այստեղ Աջապյակի երկու ֆուտբոլիստները Մարտիրոսյանն ու Գրիգորյանը բայց պատասխան փոխանցումը չհասավ Գրիգորյանին հիմա կրկին վերականգնում է գնդակը Աջապյակը Շանելյան Շանելյան հերու թողեց մի փոքր գնդակը, բայց հասավ գնդակին ու ինչ հաշվի նկատ փոխանցում կատարեց, եթե իհարկե հասներ գնդակը Մարտիրոսյանին, բայց Ղազարյանը խլեց ուղարկեց Սևակ Մանուչարյանին, Մանուչարյանի հարվածել շեղությամբ է ստացվում այս իրավիճակում, կայծակտային հակագրոյի անցավ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը այստեղ, բայց դիպուկ գտվել Սևակ Մանուչարյանի մոտ չստացվեց ու հարված կտեսնենք Գրիգոր Արաքելյանի դարպասից Շանելյանն է այստեղ գնդակը խաղի մեջ ուղարկում Մարտիրոսյան բարձից փոխանցում դեպի Մովսիսյանը բայց առաջինը այստեղ գնդակին արձագանքեց Հովանյանը հեռացեց գնդակը Եզիս կնետի Աջապյակը Ամբարձումյան ու անկյունային է այո նշանակում մրցավար այս իրավիճակում Մարտիրոսյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմանների ձև տեսնենք Ամբարձումյանն է խաղարկում գնդակը Պետրոսյանի հետ Մխիթարը Ամբարձումյան ու հիմա Ղազարյանը խլում կարողացավ կատարել եւ ուղարկել գնդակը առաջ բայց Մովսիսյանին է վերադառնում այն դեպի Մեթոյանը Մեթոյան շատ լավ նկատեց Մարտիրոսյանին, բայց փոխանցումը մի փոքր ավելի ուժեղ էր պետք կատարել այստեղ ու հիմա նորից գնդակը կորցրեց Աջապյակը հետո վերականգնեց գոլ Մարտիրոսյան ու հիմա էլ Մարտիրոսյանի փոխանցումը չհասավ Ամբարձումյանին խառը իրավիճակը հիմա Բորուսիա Մյունխեն-Գլադբախի տուգանայինում Շանելյան լավն էր փոխանցումը Մարտիրոսյան բարձր է ստացում գոլ Մարտիրոսյանի հարված այստեղ շատ նպաստավոր դիրքում է հայտնվել Մարտիրոսյանը, բայց այս անգամ չստացվեց Մարտիրոսյանի հարվածը ու գնդակը կլինի Գլադբախինը Մեթոյան այստեղ նորից գնդակի կորուստ Աջապյակի ֆուտբոլիստները վերականգնում են գնդակը Մխիթար Ամբարձումյան ուղարկեց գնդակը Ռաֆայել Մովսիսյանին, իսկ Մովսիսյանի փոխանցման ճանապարհը Թորոսյանն է փակում եւս մեկ անկյունային ու նորից կիրացնի Աջապյակը ու տեսնենք այս անգամ անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Աջապյակին Ամբարձումյանը շարժվում է գնդակով առաջ դեպի Գրիգորյանը չստացվեց Գրիգորյանի մոտ այստեղ փոխանցումը հաջող իրականացնել կամ նույնիսկ հարվածը չեմ կարող ասել Գրիգորյանը ինչ որոշում է կայացել
ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ղազարյան աչքի եզրում է Ռաֆայել Ղազարյանը դեպի Մարտիրոսյանը փոխանցում կատարեց նորից Ղազարյանին վերադարձավ գնդակը գտավ կենտրոնում Հովանյանին դեպի Ձախ լավ գրոյ ձեռնարկել Գլադբախը, բայց այստեղ Պողոսյանի հարվածը թույլ ստացվեց Շանելյան ու կա խախտում Ժոզեֆ Շանելյանի դեմ պայքարում այս իրավիճակում, այո, ակնհայտ էր, սուլեց մրցավարը եւ ստանդարտի հնարավորություն տվեց իհարկե աջակցակին հեռացնելու համար գնդակը երկար փոխանցում ենք տեսնում առաջ Մարտիրոսյանն էլ այստեղ առաջինն է իջեցնում գնդակը ու տեսնեք նորից փորձում է գրոյը անցնել Բորիսիա Մյունխենգլադբախը Ռաֆայել Ղազարյան ցածից փոխանցում դեպի Պողոսյանը կամ Մարտիրոսյանը ձախ եզրում կատարված է փոխանցում Մարտիրոսյանի ուղղությամբ ու չկան տարբերակներ ստիպված եղավ ետ ուղարկել Մարտիրոսյանն գնդակը Հովանյան Ռիսկի դիմեց, բայց հաստրեց ազատվել այստեղ մրցակցի վերահսկողությունից Հովանյան ու շարժվում է առաջ դեպի Խաչատրյանը ու հիմա չհայտվեց գնդակը դարպասում Խաչատրյանի կատարած հարվածից հետո ուներ հնարավորություն Բորուսիա Մյունխենգլադբախը բացելու հաշիվը, բայց վերջին հարվածը դիպուկ չստացվեց Բորուսիայի ֆուտբոլիստների մոտ եւ Արաքելյանը պատրաստվում է գնդակը առաջ ուղարկել դա արեց նրա փոխանակ Շանելյանը, բայց խաղարկումով Մեթոյան երկար փոխանցում դեպի Մովսիսյանը թիկունքով է մրցակցի դարպասի ուղղությամբ Մովսիսյանը եւ ամեն դեպքում կարողացավ հիմա շրջվել դեպի Համբարձումյանը Մխիթարը Համբարձումյան կա փոխանցում ու այստեղ կարողանում է Դարպասապահը ոտքով հեռացնել Խաչիկյանը գնդակը Ղազարյան ստացվեց արագություն ձեռնարկել Ղազարյանի մոտ, բայց արդեն երկու մրցակից մի անգամից դիմավորեցին Ղազարյանին ձախ եզրում է հիմա էլ գնդակը Գեղեցիկ գործողություն Խաչատրյանն է գնդակով հարված ու Արաքելյանը իր վրա է ընդունում այստեղ Խաչատրյանի կատարած հարվածը նորից ուներ Բորիսյան, բայց Արաքելյանը իր տեղում էր Մխիթար Համբարձումյան Շատ լավ նկատեց Գրիգորյանին, բայց փոխանցման ճանապարհը փակվեց Ղազարյանի կողմից ու ստանդարտ նշանակեց մրցավարը, այո, ձեռքով խաղաց այստեղ Ռաֆայել Ղազարյանը եւ ստանդարտ իրացնի աջակցակը կա մրցավարի սուլիչը Մարտիրոսյանը խաղարկում է գնդակը Ժոզեֆ Շանելյանի հետ Շատ լավ փոխանցում դեպի Գրիգորյանը, բայց Գրիգորյանի կրակոցը բարձր է ստացվում այս իրավիճակում Այո, ինչպես արագորեն կողմնորոշվեց Մարտիրոսյանը մեկ խաղարկումից հետո ուղարկելով գնդակը դեպի աչեզր, բայց այստեղ բավական բարձր ստացվեց Գրիգորյանի կատարած հարված ու հարված նորից Բորուսիայի դարպասից Մարտիրոսյան Գոր Մարտիրոսյան գեղեցիկ է, բայց տեսնենք շարունակությունը ինչպես կմտածի Մարտիրոսյանը փակվեց ճանապարհը ստիպված եղավ ուղարկել Համբարձումյանին, Համբարձումյանն էլ դեպի Մեթոյանը կրկին Մխիթար Համբարձումյան ուղարկում է Մեթոյանին Մեթոյան մնաց գնդակով Մեթոյանը կա փոխանցում, բայց Թորոսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը Ռաֆայել Ղազարյան դեպին կենտրոն ու արդեն գնդակը հայտվել է Հովանյանի մոտ Սևակ Մանուչարյան կա Ղազարյանի գրոյի միացումը կա փոխանցում դեպի Ռաֆայել Ղազարյանը մեկ հպումով ուղարկեց գնդակը առաջ, բայց Արաքելյանը այստեղ տիրեց գնդակին, այո, թույլ չտալով Բարսեղյանին հարված կատարելով քիչ առաջ դուրս եկել խաղադաշտ փոխարինելով թիմի ավակ Խաչատրյանին Մովսիսյան գեղեցիկ գործողություն Ռաֆայել Մովսիսյանից հարված էլ կա ու այստեղ Խաչիկյանը փրկում է Բորուսիային ինչ շքեղանցում ու հարված կատարեց այստեղ Ռաֆայել Մովսիսյանը, բայց դարպասապահ վերջի պահին կարողացավ հեռացնել գնդակը անկյունային հարված կիրականացնի Աջափնյակը
Գոր Մարտիրոսյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուրիչը Մարտիրոսյան բարձից փոխանցում են տեսնում ու Թորոսյանն է հեռացնում գնդակը Սևակ Մանուչարյան եւ գուցե հակագրո իրականացնի Բորուսյան այստեղ Մանուչարյան Գրիգորյանը փակեց Մանուչարյանի ճանապարհը հիմա կա փոխանցում դեպի Հովանյանը թողեց Հովանյանն էլ գնդակը Մարտիրոսյանին նորից Հովանյանի խաղարկումը գեղեցիկ էր բայց ուժեղ փոխանցում կատարեց Հովանյանը այստեղ խաղանկերոջ համար ու ես իսկ նետի Աջափնյակը Շանելյան դեպի աջ Վարդան Գրիգորյանի ուղղությամբ Մարտիրոսյան այդ փոխանցում նորից Մկիտար Ամբարձումյանին ու Ամբարձումյանն էլ գնդակ ուղարկում է Մեթոյանի ուղղությամբ Այո այսօր Աջափնյակի կազմում բացակայում է թիմի հիմնական ֆուտբոլիստներից Ռոման Դավթյանը իհարկե ներկա չէ այս հանդիպանը Դավթյանը շատ կարևոր ֆուտբոլիստ Աջափնյակի կազմում այսօր բացակայում է խաղադաշտում ու իհարկե Դավթյանի բացակայությունը իր տեղը զգացնել տալիս է դաշտի միջին հատվածում եւ տեսնենք ինչպես են Աջափնյակի ֆուտբոլիստները փորձելու Դավթյանի բացակայությունը լրացնել իհարկե դա շատ բարդ կլինի բայց ամենայն դեպս պետք է փորձել պետք է մտածել այս կազմով հաղթարելու Բորուսիայի արգելքը իհարկե Բորուսիան էլ նույնպես մտածում է հաղթանակի մասին այս խաղում ընդհանրապես երկու թիմերը այստեղ են միայն ու միայն 3 միավորի հասնելու համար բայց տեսնենք թիմերից որ մեկին բախտը կուղեկցի երկար փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ այստեղ փորձեց Ասիագել գնդակը Խաչատրյանը խաղանկերոջը բաց չստացվեց Շանելյան փոխանցում առաջ այստեղ գնդակը բաժին հասավ Բորուսիա Մյունխենգլադբախի ֆուտբոլիստերին եւ Հովանյանը շարժվում է առաջ Պողոսյանի հետ խաղարկում դեպի Մանուչարյանը դեպի Աչեզեր բայց Պետրոսյան այստեղ համար պայքար է տալիս գնդակի համար ուղարկում Վարդան Գրիգորյանին շարժվում է առաջ Աջափնյակը Գրիգորյան տարավ իդ գնդակը Վարդան Գրիգորյանը լավ տարածություն հաղթարեց միայնակ այսքան մրցակցի դեմ Գրիգորյան գուցե հարվածի ոչ փակվեց հարվածի ճանապարհը բայց մնաց գնդակը Գրիգորյանի մոտ Տեսնենք ինչ որոշում է կայացնելու Վարդան Գրիգորյան այս վերջին դրվագում բավական երկար տարածություն հաղթարեց ու իդել հարվածեց բայց ամեն դեպքում Խաչիկյանը կարողացավ տիել գնդակին այստեղ երկար փոխանցում Շանելյանը այստեղ իհարկե հեշտությամբ ոչ մի մրցակցի չի զիջի եւ ուղարկեց գնդակը Արաքելյանին ով նետեց գնդակը Մխիթար Ամբարձումյանի ուղղությամբ նորից Վարդան Գրիգորյան շարժվում է առաջ Աջափնյակը Մարտիրոսյան Շատ լավ փոխանցում դեպի Մովսիսյանը, բայց Մովսիսյանի փոխանցումը չանցավ հետո էլ վերականգնեց Մովսիսյանը գնդակը Գրիգորյան ու դեպի Մեթոյանը փոխանցում Գոր Մարտիրոսյան շատ լավ նկատեց Մովսիսյանին ու կատարեց փոխանցում Մարտիրոսյանը Մովսիսյան անցավ մեկ մրցակցի սա փոխանցում է ու Պետրոսյանի հարվածից հետո ինչպես գնդակը չհայտնվեց դարպասում ինչ արեց այս իրավիճակում Ռաֆայել Մովսիսյանը իսկ հիմա Բորուսիայի պատասխանը Սևակ Մանուչարյան Շանելյանը շատ ճիշտ է պաշտպանվում բայց Մանուչարյանը հետո անցավ ու հարվածեց եւ վաստակեց անկյունային հարված այս իրավիճակում 1-1 ու թիմերը սպառնացին այս րոպեվա ընթացքում միմյանց դարպասի ուղղությամբ նախ Աջափնյակը կարող էր բացել հաշիվը, բայց ինչպես իսկապես կրկնում եմ չհայտնվեց գնդակը ցանցում Պետրոսյանի հարվածից հետո ինչ արեց Ռաֆայել Մովսիսյանը այդ իրավիճակում իհարկե խոսքերն ավելորդ են իսկ հիմա էլ Սևակ Մանուչարյանի հարվածից հետո անկյունային վաստակեց Բորուսյան իհարկե միայն այն ջանքերի շնորհիվ ինչ արեց Շանելյանը այդ դրվագում ինչպես հաջող կերպով պաշտպանվեց ու թույլ չտվեց փոխանցումը անցնի հիմա էլ հերվից հարված տեսանք Մովսիսյանից ու Խաչիկյանի վրա ընդունեց գնդակը Շանելյանն էլ Համբարձումյանին է ուղարկում ու այստեղ լավ պաշտպանվեց Բորուսիա Մյունխենգլադբախը ես իսկ նետի Աջափնյակը 2 րոպեից ավելի քիչ է մնացել հիմնական ժամանակի ավարտին առաջի կեսի նույնիսկ 1 րոպե Մարտիրոսյան դեպի Շանելյանը այդ փոխանցում Մովսիսյանի ուղղությամբ
Մովսիսյանն էլ շատ լավ փոխանցում կատարեց դեպի Պետրոսյանը, բայց հարված չտեսանք։ Նորից հետ են ուղարկում Աջապտակի տղաները գնդակը Մեթոյան գուցե հերվից փորձի Մեթոյանը այդպես էլ արեց ու բարձր է ստացվում Մեթոյանի հարվածը ամեն դեպքում դեռ թույլ կտա մրցավարը եւս մեկ գրոհ իրականացնել կարծում եմ Բորուսիային, բայց Զարպասապայի փոխանցում այստեղ ուժակ ստացվեց Մանուչայանի համար ու եզից կնետի կրկին Աջապտակը Մովսիսյան շարժվում է առաջ Մովսիսյանը դեպի Մխիթար Ամբարձումյանը Շանելյան աչքի եզրում է Շանելյանը միացել է Աջապտակի գրոհին Շանելյան իսկ երբ նա միանում է իսկապես վտանգ է առաջանում մրցակցի Տուգանայինի մատույցներում Մովսիսյան տարավիդ այդ գնդակը Մովսիսյանը բայց Հովանյանին շրջանցել չստացվեց ու հիմա Արաքակագրոյի հնարավորություն է վաստակում Բորուսիա Մյունխենգլադբախը Խաչատրյան կա Բարսեղյանը կարող է ինքն հարվածել բայց ուղարկեց գնդակը Սևակ Մանուչարյանից Մանուչարյանի հարվածը բավական բարձր է ստացվում այս իրավիճակում Այո, առաջի խաղակեսը մնաց թիկունքում բարաժն բացված չէ հանդիպան հաշիվը իհարկե Հուսան երկրորդ խաղակեսում թիմերը մեզ կտան հնարավորություններ գոլեր վայելելու կգրավեն մեկը մյուսի դարպասները, բայց դա կրկնում եմ այս խաղում այնքան էլ հեշտ չի լինելու Մարտիրոսյան, քանի որ թիմերը շեշտը հիմնականում դրել են իհարկե պաշտպանության վրա առաջնայինը այստեղ կար խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում, բայց Ստուլեց մրցավարը ազդար արելով ներողություն խաղակեսի ավարտը կար դատար, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ մենք վերադառնում ենք Բորուսիա Մյունխենգլադբախն դեմ Աջապտակի երկրորդ խաղակեսը միասին դիտելու Չունենք խփած գնդակ առաջին խաղադաշտում առաջի կեսը ավարտվեց 0-0 հաշվի առկայության պայմաններում ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կցուցադրեն մեզ հիմա անմիջապես Գլադբախը գրոհի անցավ ու նորից Արաքելյանն է փրկում ու իսկ հիմա հայտնվում է գնդակը Աջապտակի դարպասում ինքնագոլ կարծես տեղի ունեցավ ու բացվեց հանդիպման հաշիվը 1-0 Մեկ-0 Բորուսյան առաջինն է հասնում հաջողության այս խաղում այո տեղի ունեցավ ինքնագոլ Աջապտակի Տուգանայինի մատույցներում եթե չեմ սխալվում գնդակը Պետրոսյանից հայտնվեց դարպասում Արաքելյանը փորձեց ամեն դեպքում հեռացնել բայց խաղանկերը կանգնեց գնդակի ճանապարհին ու ունենք առաջին գնդակ այս խաղում Մանուչարյան շարժվում է առաջ Մանուչարյանը հիմա հարվածեց ուղիղ Արաքելյանի ձեռքերում հայտնվեց գնդակը Մանուչարյանի կատարած հարվածից հետո Ահա, ունեցանք շատ արագ մեկնակ երկրորդ խաղակեսում Բորուսյան բացեց հաշիվը հիմա Աջապտակի պատասխանն ենք տեսնում փրկեց այստեղ Խաչիկյանը Մովսիսյանի հարվածից հետո բայց չի ավարտվել այսքանով Աջապտակի գրոհ Մարտիրոսյան Մանուչյանն է պայքարում այստեղ նույնիսկ Մարտիրոսյանի դեմ ու տեսնենք ինչ որոշում է կայացնում Մարտիրոսյանը խաղարկեց Մխիթար Ամբարձումյանի հետ գնդակը բայց Մանուչյանը վրա հասավ ու խլեց եւ տեսնենք պատասխան գրոհը Բորուսիայի ինչպես կստացվի որից հետո կծանոթացնեն նաեւ թիմերի հայտացուցակները Շատ լավ փոխանցում բայց Պետրոսյան այստեղ փակում է գնդակի ճանապարհը Խաչատրյանն էլ փորձեց խլել Չստացվեց այս իրավիճակում ու գնդակը ուղարկեցին դուրս դաշտի սահմաններից Աջապտակի ֆուտբոլիստները եզից նետեց Բորուսյան հարվածի փորձ ու այստեղ Արաքելյանը կրկին վերցնում է գնդակը նետելով Մովսիսյանին թիմերը այո այնքան ակտիվ են երկրորդ խաղակեսում որ նույնիսկ ժամանակ չկա ներկայացնելու հայտարարությունները դա հիմա կանեմ այս մեկնարկային րոպեները իսկապես շատ ակտիվ անցան Եվ այսպես Բորուսիա Մյունխենգլադբախ Սերգեյ Խաչիկյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արման Մարտիրոսյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Դավիթ Մարկարյան համար 6 Պետրոս Պողոսյան համար 8, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10, Նաթիմի Աբակն է, Ռաֆայել Ղազարյան համար 11, Անդրանիկ Բարսեղյան համար 49 եւ Արեգ Հովանյան համար 77 Ամբարձումյանն է զարգացնում արագություն այստեղ Թորոսյանը թիկունքից աշխատեց Մովսիսյան
Դեպի Շանելյանը շատ լավ խաղարկում Շանելյանի ու Մովսիսյանի միջև Մովսիսյան եւ Թորոսյանը հասնում է վերջի պայն հեռացնել գնդակը Մովսիսյանին հարված չտալու հնարավորություն ստեղծեց այստեղ Թորոսյանը իսկապես եթե հարված էր Մովսիսյանը ապա չեն կարող ասել կհայտնվեր գնդակը դարպասում թե ոչ բայց վերջին պայն երբ արդեն Մովսիսյանը պատրաստ էր եզրափակել Շանելյանի փոխանցումը չգիտես որտեղից Թորոսյանը կարողացավ հեռացնել գնդակը իսկապես զերծ բայց բավական վտանգավոր գոլից այստեղ Բորուսիային Հիմա ծանոթացնեմ աջակցակի հայտարարությունը Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վարդան Գրիգորյան համար 2 Գեգամ Մեթոյան համար 4 Ժոզեֆ Շանելյան համար 5 Նաթիմի Ավակտե Գոր Մարտիրոսյան համար 6 Մխիթար Համբարձումյան համար 8 Ռաֆայել Մովսիսյան համար 9 եւ Անդրանիկ Պետրոսյան համար 17 Շարունակվում է հանդիպումը Պետրոսյանն է գնդակով դեպի Մովսիսյանը Մովսիսյանն էլ գտավ կենտրոնում Ժոզեֆ Շանելյանին Թորոսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը Խաչատրյան ու տեսնենք Բորուսյան նորից գրոյի անցնում աչ թևով Ռաֆայել Ղազարյան հերվից հարված բարձր է ստացվում Ղազարյանի հարված այս դեպքում ու հարված կլինի Գրիգոր Արաքելյանի պաշտպանած դարպասից Պետրոսյան Դեպի Շանելյանը գեղեցիկ թողեց Շանելյանը Գրիգորյանին բայց չհասկացան այստեղ միմյանց աջակցակի երկու ֆուտբոլիստներ չնայած գնդակը կրկին աջակցակի մոտ է Մովսիսյան Գեղեցիկ գործողություն Մովսիսյանից ու Մովսիսյանը հենց խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Թե ամեն դեպքում Ոչ, ստանդարտ է նշանակել մրցավար, այո, աջակցակի օգտին այստեղ տպավորությունը այնպիսին էր, որ կարծես Մովսիսյանը խախտեց խաղի կանոնները ըստ այդ մեկ տարկի, հա, մրցավարի սուլիչից հետո, բայց ոչ գնդակ աջակցակին է Մարտիրոսյան կա փոխանցում, այստեղ Ղազարյանը փակեց գնդակի ճանապարհը ուղարկեց Խաչատրյանին դեպի Աչեզր բայց Մեթոյանը այստեղ առաջինն է արձագանքում գնդակին Ժոզեֆ Շանելյան չստացվեց Շանելյանի փոխանցումը ու այստեղ դարպասապահը կարողացավ վերցնել գնդակը նետելով առաջ Մանուչարյան Հարվածի փորձ Գրիգորյանն է այստեղ էլ փակում գնդակի ճանապարհը ու ես իսկ կնետի Բորուսիայի մխեն գլած վախը Պողոսյան Թողնում է գնդակը Մանուչարյանին ու դեպի Մարտիրոսյանը փոխանցում ենք տեսնում Մարտիրոսյան ռիսկի դիմեց այստեղ Եվ եթե կորստեր գնդակը վտանգավոր կլիներ, բայց ինչ փոխանցում դեպի Սևակ Մանուչարյանը կատարեց ում փոխանցումից հետո անկյունային է վաստակում Բորուսիա Մխենգլադբախը Հիմա տեսնենք անկյունայինը ինչպես կհարկի Բորուսիան Թիմի ավակ Խաչատրյանն է Գնդակի մոտ կա փոխանցում Պետրոսյան այստեղ Փորձեց հեռացնել չստացվեց իսկ հիմա էլ կար Թորոսյանի կողմից խաղի կանոնների խախտում դարպասապահ Արաքելյանի դեմ պայքարում ու ստանդարտ Կիրասնի հաջորդնակ իհարկե պետք է գնալ առաջ արդեն ու մտածել հաշվի հավասարությունը վերականգնելու մասին ճիշտ է դեռ խաղաժամանակ բավական կա բայց ես վստահ եմ որ աջակցակը թե Բորուսյան իհարկե միայն ոչ ոքի ով չեն բավարարվի այս խաղում միևնույն է կողմերից որևէ մեկը փորձելու է Կշերտքի նժարի կողմը շրջել հանդիպան դա կլինի վերջնամասում թե հիմա ամեն դեպքում պետք է գնալ առաջ Շանելյան ու այստեղ Թորոսյանն է վերջի պայն հեռացնում գնդակը անկյունային է վաստակում Աջապնյակը արագորեն հենց Շանելյանն էլ խաղարկեց գնդակը Մխիթար Համբարձումյանի հետ Եզից կնետի Աջապնյակը նետումը եղավ Մարտիրոսյանի ու Պետրոսյանի միջև խաղարկում տեսանք
Գոր Մարտիրոսյան անցավ մեկ մրցակցի, բայց փոխանցման ճանապարհը փակվեց այս իրավիճակում։ Նորից Եզիս կնետի աջափնյակը։ Մովսիսյան։ Մարտիրոսյան կրկին Մովսիսյան։ Ու եւս մեկ եզրային նետում կտեսնենք։ Խաղարկված է։ Եզրայինը Մարտիրոսյան դեպի Պետրոսյանը։ Ու այստեղ համագործակցությունը այնքան էլ հաջող չստացվեց եւ հիմա Բորուսյան նորից նետվում է առաջ։ Խաչատրյան ներողություն Սևակ Մանուչարյանն է։ Ցախ եզրում լավ ներանցումը, բայց փոխանցումը չստացվեց Մանուչարյանի մոտ, ինչ ռեալ հնարավորություն է հիմա կորցնում Բորուսյան եւ փոխարենը աջակցակը շարժվում է առաջ Շանելյան։ Դեպի Գոր Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Շանելյանը, ստացավ պատասխան փոխանցումը ու կրունկով։ Փորձեց այստեղ շեղել Շանելյանը գնդակի ուղղությունը, բայց չստացվեց, իհարկե թիկունքով էր դարպասի ուղղությամբ Շանելյանը եւ մեղադրել նրան այս իրավիճակում ոչ ոք չի կարող, փորձեց հնարավորինս կերպով իհարկե հարվածել, բայց այս անգամ աջակցակի ավակի մոտ չստացվեց Մարտիրոսյան, Արման Մարտիրոսյան այստեղ հաջող խլում կարողացավ կատարել։ Դեպի Խաչատրյանը փոխանցում։ Նորից Մարտիրոսյան։ Բայց հիմա դադարեցեց մրցավարը հանդիպումը, հասկանանք ինչ պատահեց Գոր Մարտիրոսյանին նախորդ դրվագում կարծես բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների միջև ու հարված ստացավ կարծես ոտքին Մարտիրոսյանը, ճիշտ է խաղի կանոնների խախտում չկար։ Բայց իհարկե սա առաջնայինն է, քանց հանդիպումը դադարեցեց մրցավարը հանդիպումը հասկանալու համար ինչ է պատահել Մարտիրոսյանին, ֆուտբոլիստի հետ կարծես ամեն ինչ կարգին է, այո ծափարությունն էր այստեղ երկու թիմերին էլ այս ամենի համար, Բորուսյան իհարկե հանդիպումը դադարեցնելու, աջակցակին էլ գնդակը մրցակցին հանձնելու համար ու սկսում է Բորուսիա Մյունխենգլադբախը հերթական Գրոհը Պողոսյան դեպի Սևակ Մանուչարյանը կա փոխանցում դեպի Ղազարյանը, բայց ուժեղ ստացվեց այստեղ Մանուչարյանի կատարած փոխանցումը եւ գնդակը Գրիգոր Արաքելյանը պատրաստվում է խաղի մեջ մտցնելուն, նկատեց Համբարձումյանին, ինչը պետք է նորից խաղարկել շարժման ընթացքում է գնդակը։ Հիմա արդեն ամեն ինչ կարգին է Մեթոյան դեպի Վարդան Գրիգորյանը։ Պետրոսյան շատ լավ փոխանցում առաջ։ Այստեղ Մովսիսյանն ընդդեմ Մարտիրոսյանի պայքարը, բայց հաստրեց Մարտիրոսյանը փոխանցում կատարել այս իրավիճակում։ Սևակ Մանուչարյան ու Մանուչարյանից դուրս եկավ հենց գնդակը դաշտի սահմաններից։ Եսից նետում է աջակցակը Համբարձումյան դեպի Մովսիսյան ընթացավ գնդակը։ Բայց այստեղ Մովսիսյանի փոխանցումից հետո Ղազարյանն է տիրում գնդակին։ Լավ նկատեց Սևակ Մանուչարյանին, Մանուչարյան հարված ու հիմա չհայտվեց գնդակը դարպասում, հիմա էլ դարպասածողն է գալիս օգտության աջափնյակին, հիմա եթե գրավել Մանուչարյանը դարպասը, ապա արդեն իսկ աջափնյակը շատ ծանր իրավիճակում կհայտվեր այս երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո։ Ղազարյան դեպի Մանուչարյանը ու այստեղ էլ սա անկման գնով Մեթոյանը վտանգը չեզոքացեց, Մխիթար Համբարձումյան աչ եզրում է Համբարձումյանը, մեկը մեկի դեմ պայքար, տեսնենք ինչ որոշում է կայացնելու Համբարձումյանը եւ այստեղ հենց Համբարձումյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Խաչիկյանը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Դեպի աչ ուղարկեց, որտեղ Մարտիրոսյանն է, Ղազարյան խախտեց այստեղ Համբարձումյան այո խաղի կանոնները թիկունքից մոտեցավ ու խախտեց Պողոսյանի դեմ պայքարում խաղի կանոնները եւ ստանդարտ է նշանակել մրցավարը։ Խաղարկում է Բորուսիա Մյունխենգլադբախը գնդակը Թորոսյան, այդ փոխանցում դեպի դարպաս, ապա Խաչիկյանը
Ղազարյանն է գնդակով, աչ եզրում բարձից փոխանցում ու այստեղ Մեթոյանը փակեց գնդակի ճանապարհը, Վարդան Գրիգորյան կա փոխանցումը, բայց այստեղ էլ Մարտիրոսյանին է բաժին ասնում գնդակը նորից գնդակով Բորիսյան Միխայել Գլադբախտը, Ղազարյանն է աչ եզրում, իհարկե նրանք հաղթողի կարգավիճակում են, բայց հիմնվել մեկ գնդակի վրա պարզապես չի կարելի, այն էլ Աջափնյակի դեմ խաղում, քանի որ ցանկացած գրով բնականաբար Աջափնյակը կարող է իր օգտին վերածելու հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Եզից կնետեն հիմա Բորիսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստները։ Թորոսյան հետ փոխանցում դեպի Խաչիկյան ու ուժեղ փոխանցումով Խաչիկյանը գնդակ ուղարկում է առաջ, բայց այստեղ չհասավ գնդակին։ Խաղընկերը Ժոզեֆ Շանելյան շատ լավ էր մտածել ներողություն Շանելյանը այս իրավիճակում, բայց փոխանցումը չանցավ Շանելյանի, պաշտպան ավելի շուտ կլինի ասել։ Արձագանքեց գնդակին, Եզիս նետում է Աջափնյակը, Մխիթար Համբարձումյան, բայց այստեղ Մանուչյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու տեսնենք արագ պատասխան Բորուսիայի Շանելյանը հասցնում է նահանջելու, թույլ չտալ այս իրավիճակում գրոյ հասնել Բորուսիայի ֆուտբոլիստերին, տեսեք ինչպես է պայքարում մինչև վերջ Շանելյանը մնաց գնդակով ու շարժվում է առաջ Աջափնյակը հիմա, Մովսիսյան շատ լավ փոխանցում դեպի ձախ եզր, Վարդան Գրիգորյանն է միացել գրոյին, բայց արդեն մի փոքր ընկավ Աջափնյակի գրոյի տեմպը, Դոր Մարտիրոսյան հետ փոխանցում է կատարում Մարտիրոսյանը Մեթոյանի ուղղությամբ, Պետրոսյան խաղարկում է առայժմ Աջափնյակը գնդակը կրկին Մեթոյան, Գոր Մարտիրոսյան, կա Մովսիսյանի տարբերակը ուղղված է գնդակը դեպի Ռաֆայել Մովսիսյանը, բայց այլ ուղղությամբ այստեղ Մովսիսյանը շարժվեց, այլ ուղղությամբ ընթացավ Գոր Մարտիրոսյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի Խաչիկյանի պաշտպանած դարպասից 10 րոպեից քիչ է մնացել հանդիպման ավարտին, այդքան ունեն իրենց տրամադրության տակ թիմերը, այդքան ունի Աջափնյակը հանդիպան հաշիվը վերականգնելու համար, այդքան ունի Բորուսյանի հաղթանակը պահելու կամ գուցե առավելությունը մեծացնելու համար, իհարկե Աջափնյակն էլ այնպես չէ, որ կրկնում եմ եւս մեկ անգամ միայն հաշիվը վերականգնելու առկայության պայմաններում կբավարարվի այդքանով, եթե իհարկե դա չլինի օրինակ վերջի րոպեի դրությամբ, Գոր Մարտիրոսյան Եթե ունենան իհարկե թիմերը խաղը ժամանակ, երկու թիմերը միանշանակ նույնիսկ ոչ ոքով չեն բավարարվելու, բայց երկուսին էլ այդ արդյունքը ձեռնտու կլինի։ Մխիթար Համբարձումյան ու այստեղ կար արդյոք խաղթում Մխիթար Համբարձումյան դեմ պայքարում, թե ոչ չսուլեց մրցավարը, Եզից կնետի Աջափնյակը Պետրոսյանն է կատարում եզրային նետում, կրկին Համբարձումյան ու այստեղ հասցրեցին հեռացնել Բորուսիայի ֆուտբոլիստները գնդակը եւ կար խաղի կանոնների խախտում արձակող թիմի կողմից այս իրավիճակում։ Եվ Խաչիկյանը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնել, կա մրցավարի սուլիչը Խաչիկյան, երկար փոխանցում առաջ։ Ու այստեղ ոչ ոք չկար Բորուսիայի ֆուտբոլիստերից հիմա Աջափնյակը ողջ կազմով պետք է արդեն շարժվի առաջ, Գոր Մարտիրոսյան դեպի Պետրոսյանը փոխանցում ու Մանուչյանն է այստեղ էլ փակում գնդակի ճանապարհը։ Սևակ Մանուչարյան եւ Եզից կնետի Աջափնյակը։
Հետ կարասերինս Պետրոսյան հետ ուղարկեց դեպի Վարդան Գրիգորյանը, Գոր Մարտիրոսյան դեպի Մեթոյանը ու շարժվում է առաջ Աջափնյակը արդեն ձախ եզրով Մեթոյանն է գնդակով դեպի Համբարձումյանը, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Համբարձումյանի դեմ պայքարում թիկունքից հրեց Մարտիրոսյանը եւ ստանդարտ իրականացնի Աջափնյակը տեսնենք ինչպես խաղարկեն այս ստանդարտը Իհարկե գուցե ստանդարտերը կան Աջափնյակին օգնության, Աջափնյակը շատ վտանգավոր է տուգանայինների ժամանակ։ Մովսիսյանն է տեղադրել գնդակը, տեսնենք կա մրցավարի սուլիչը, Ռաֆայել Մովսիսյան հարված բայց բարձր է ստացում Մովսիսյանի այս կատարած հարվածը։ Գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Բարսեղյան շատ լավ նկատեց Հովանյանի առաջխաղացում ու կատարեց փոխանցում։ Բայց գնդակ Հովանյանը դաշտի սահմաններում։ Արեգ Հովանյան դեպի Մանուչարյանը այդ փոխանցում Բարսեղյանի ուղղությամբ։ Վարդան Գրիգորյանը այստեղ շատ ամուր պաշտպանվեց Պետրոսյան, Մկտար Համբարձումյան Մնաց գնդակը Համբարձումյանի մոտ, տեսնենք ինչ որոշում կայացնի Համբարձումյանը, կա Մարտիրոսյանը, կա Մովսիսյանը, դեպի Մովսիսյանը, բայց Արման Մարտիրոսյանն է այստեղ էլ հասնում հեռացնել գնդակը, չի ավարտվել Աջափնյակի գրով այսքանով։ Գոր Մարտիրոսյան թողեց Համբարձումյանին։ Համբարձումյանն էլ դեպի Մովսիսյանը, բայց Թորոսյանն առաջինն է արձագանքում գնդակին։ Իհարկե հանդիպան մեկ տարկից գոլարատ հանդիպում չէր կանխատեսվում, քանի որ կրկնում են թիմերը բաց ֆուտբոլի ակնկալիքներ չունեին, պետք էր պարզապես ուշադիր լինել առաջին հերթին պաշտպանությունում եւ 1-0 միայն ու միայն խոսում է այդ մասին Մարտիրոսյան հարված ու հիմա էլ Մարտիրոսյանի հարվածն է շեղությամբ ստացվում, ինքը սկսեց այս գրող խաղարկեց Մովսիսյանի հետ գնդակը, բայց գտնել դարպաս այս իրավիճակում չստացվեց։ Ու տեսնենք վերջին 5 րոպեները հանդիպան ինչ կտան թիմերին իսկապես հիմա արդեն պետք է մտածի Աջափնյակը ողջ կազմով նետվելու առաջ ու գոնե պատասխան գնդակը հեղինակելու Բորուսյանն էլ բնականաբար այս վերջին 5 րոպեների ընթացքում փորձելու է շատ ամուր պաշտպանվել տեսնենք Ռաֆայել Ղազարյան մնաց գնդակը Ղազարյանի մոտ Հովանյան ու հիմա սուլեց մրցավարը հասկանանք ինչ պատահեց այս իրավիճակում Մեթոյանին կարծես հարված ստացավ Մեթոյանը պայքարի ընթացքում Այո, ստանդարտ է նշանակել մրցավարը Շանելյանն է գնդակի մոտ խաղարկում է գնդակը Մեթոյանի հետ կրկին Ժոզեֆ Շանելյան երկար փոխանցում դեպի Համբարձումյանը կաս իհարկե Համբարձումյանը այս գնդակին ու տեսնենք ինչ որոշում է կայացնելու անկյունային է վաստակում Աջափնյակը այստեղ Համբարձումյանի ջանքերի շնորհիվ ու տեսնենք անկյունային ինչպես խաղարկեն արդեն Աջափնյակի ֆուտբոլիստները Չորս րոպե մինչ հանդիպան ավարտ այդքան ունի տրամադրության տակ այս խաղում Աջափնյակը Համբարձումյան կա փոխանցումը Ղազարյանը առաջինն է արձագանքում գնդակին Բարսեղյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց բայց ոչ այնքան շատ ընթացավ գնդակը Գոր Մարտիրոսյան մնաց կրկին գնդակով Աջափնյակը դեպի Պետրոսյանը ու Ղազարյանը մաքուր գործեց այս իրավիճակում շարժվում է առաջ Բորուսյան արգելակեց Ռաֆայել Ղազարյանը եւ հիմա նոր կատարեց փոխանցում Հովանյանի ուղղությամբ Սևակ Մանուչարյան մնաց գնդակով Մանուչարյանը աչից կա Ղազարյանը կա փոխանցում դեպի Ռաֆայել Ղազարյանը կրկին Մանուչարյան հարված 2-0 Բորուսյան կրկնապատկում է առավելությունը գեղեցիկ խաղարկում տեսանք իսկապես Բորուսիա Մյունխենգլադբախից այս իրավիճակում
Սևակ Մանուչյան 2-0 կրկնապատկված է Բորուսիա Մյունխեն-Գլադբախի առավելությունը, իսկապես խաղարկումը գեղեցիկ ստացվեց Ռաֆայել Ղազարյանի հետ ու գտավ ցանցը այս իրավիճակում Մանուչյանը։ Գնաց այո աջակցակը 1 գնդակ ետ բերելու ետևից, բայց եւս մեկ այս ընթացքում բաց թողեց ու հիմա ավելի բարդ իրավիճակում հայտնվեցին աջակցակի ֆուտբոլիստները։ Գրիգորյան հիմա Սուլեց մրցավարը, հասկանանք ինչ պատահեց Բարսեղյանին։ Ամեն ինչ կարգին է Բարսեղյանի հետ գնդակով Աջափնյակի ֆուտբոլիստներն են ու տեսնենք այս վերջին րոպեները ինչպես կստացվեն։ Մովսիսյան այո իսկապես բարդ է Աջափնյակի տեսանկյունը պատկերացնել գնացին մեկը ետ բերելու մասին եւ երկրորդը բաց թողեցին։ Հիմա եթե նույնիսկ մեկ գնդակ խփի Աջափնյակը չեմ կարող ասել արդյոք կարող է մտածել այս խաղում ոչ ոքի մասին թե ոչ Շանելյան դեպի Մովսիսյանը բայց նախ այդ մեկ գնդակը պետք է արագորեն հեղինակել ու Բորուսյան հիմա տեսեք ողջ կազմով գրեթե պաշտպանվում է Մովսիսյանի արվածել շեղությամբ է ստացվում այս իրավիճակում ու արված կլինի Խաչիկյանի պաշտպանած դարպասից այո Հիմա էլ տեսնենք ինչ պատահեց Մովսիսյանին կարծես Մովսիսյանը ձգեց մկանը բայց կանգնեց ոտքի ու կշարունակի հանդիպումը այո այսօր իսկապես Աջափնյակը ուներ հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների բացակայություն ինչպես նշեցի Դավթյանի ու Խանդամիրյանի բացակայությունը ու ֆուտբոլիստների խաղադաշտում չգտնվել է իրենց դերն ու նշանակությունը ունեցավ իհարկե Մեթոյան դեպի Մովսիսյանը Եթե լինեին Դավթյանն ու Խանդամիրյանը խաղադաշտում մենք բնականաբար այլ ֆուտբոլ էինք տեսնելու այսօր հատկապես Աջափնյակի կատարմամբ հատկապես Բորուսիայի ֆուտբոլիստները նաև ունեին այսօր կադրային կորուստներ Մարկայանը կա հայտարարություն բայց այդպես էլ մենք նրան այսօր խաղադաշտում չտեսանք Այնպես որ սա կրկնում եմ թիմերի ամբողջական հայտարարությունները չէր, որով այսօր թիմերը եկել էին այս հանդիպանը։ Խաչատրյանն ուժեղ փոխանցում առաջ։ Այստեղ չկար խախտում ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է 2-0 հաշվով Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հաղթում է Աջափնյակին ու վաստակելով իր հերթական 3 միավորը ավելի վեճ բարձրանում մրցաշարային աղյուսակում։ Խաղային շաբաթը ավելում նույնպես ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք։